Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ հանրային հասարակական գործիչ, այս պարագայում նաեւ ուժեղ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված падգամավորության տեխնացու Էդգար Ղազարյանին, բարև ձեզ պարոն Ղազարյան։ Նոր կարգավիճակում եմ ձեզ այլևս հրավիրելու մինչև ընտրությունները ուժեղ Հայաստան ստեղծելու կարևոր առաքելություն։ Տեսլականով։ Պարոն Ղազարյան, այս պարագայում հայտնվեցիք նաև կուսակցության համամասնական ցուցակում ուժեղ Հայաստանի, սա ինչ համագործակցություն էր, ինչպես ստացվեց ձեր ներկայությունը այնտեղ։ Այդ ցուցակում ընդգրկվել ինձ համար այս պահին 100-րդական նշանակություն ունի, որովհետև ես հայտարարել էի, որ միանում եմ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ թիմին, այն տրամաբանությամբ, որ ես վերջին 6 տարիները անխոճ պայքարում եմ, դա իմ գործունեությունը բոլորի աչքի առաջ է, չի եղել հանրահավաք, որին ես մասնակցած չեմ, չի եղել մի դիմադիր շարժում, որի առաջի շարքերում ես եղած չեմ, անգամ ես եմ փորձել երբեմն նախաձեռնություններ ցուցաբերել, շարժումներ, հանրահավաքներ, այսինքն դες բան չկար, որ հիմա ես տեսնում եմ, որ Սամվել Կարապետյանի թիմը մոտեցնում է մեզ հաջողության, այսինքն առանցքային ուժը, որը կարա հաջողություն բերի, դա Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված եւ եթե տենց ուժ կա եւ քո կարողությունները անձնապես չեն բավարարում ինքնուրույն խնդիր լուծելու, ինչ պիտի անես իմ տրամաբանությամբ, պիտի օգնես հիմնական ուժին։ Այն քո համեստ կարողությունները պիտի տանես, ներդնես եւ ես այդ տրամաբանությամբ եմ գնացել համագործակցության, իրենց հետ ես ոչ մի թիմի հետ միջև ընդգրկվել է որևէ պայմանավորվածություն, որևէ պահանջ չեմ ունեցել, ասել եմ դուք իմ կարողությունները գիտեք, ինձնից ինչ պահանջվում է, ասեք ես պատրաստ եմ անշահախնդրորեն անելու։ Ցուցակում կլնեմ, չեմ, իհարկե համաձայնություն տվել եմ ցուցակում ընդգրկվելու, դե դա պետք է տեղեկանք ներկայացնել գրավոր համասինքն էս չի որ իմ համար անակա, այսինքն համաձայնասյան դրան էլ եմ պատրաստ, ոչ թե դա պայման է եղել, ասեմ դրան էլ եմ ուզում եք հիմա ենթադրենք ինձ ցուցակում չընդգրկեին։ Ես պիտի падգամավոր չլնեի, ես հիմա էլ падգամավոր չեմ։ Բայց մենն է դուք լավ Ինչ տարբեր, ուզում եմ ասեմ, եթե դու պայքարում ես, եթե դու process-ի մեջ ես, ինչ տարբեր։ Իհարկե պարզ է, չէ՞ որ ես եթե մտա այդ դահլիճ, ընդ որոշ ընկերների ինչ է սպասվում։ Ես մեծ եմ սպասում այդ բան։ Բայց դրանք հիմա ասկի մտնում ընդունարան վախենում են գանից այդ հանդիպեն։ Այդ դեպքում խոյ չի կարա խուսափեն այդ հանդիպումները դառնալու է անխուսափելի։ Առավել եւս որ մեր խմբակցությունը լելու է իշխանական իրանց ընդդիմադիր։ Ահա։ Այ եկեք սկսենք տեղից, պարոն Ղազարյան, այդ վստահությունը որտեղից ունեք արդեն իսկ, նաև ձեր թիմն էլ հստակ ասում է, որ մեր հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու եւ իհարկե այդ մեխանիզմը մանրամասն ներկայացրել է թիմը, իրավաբանական թիմը, թե ինչ պարագայում եւ ինչ պայմաններում կդառնա Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետը, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը անընդհատ, այսպես ասած, ծաղրում է, ասում է ամոթ է, մի հատ նայեք ինչ տոկոսներ ունեք, մի հատ է սոցհարցումներով տեսեք, որ մենք բացարձակ իշխանություն ենք դառնալու, մենք հաղթելու ենք, հələ մի բան էլ սպառնում է, ասում է միջև տարեվերջ ես քեզ սարքելու եմ ներողություն, բայց իրեն պետք է ցիտեմ, ասում է միջև տարեվերջ սարքելու եմ քեզ բոմժ։ Հիմա կուզենայի ինքն է սարքելու, ինքն էս կարողություն իհարկե չունի։ Դե ինչ անում։ Բայց այդ մեխանիզմը իրան հետաքրիր է, օրինակ ինքը քանի որ բոմժից դառնա միլիարդատեր, հիմա իրան հետաքրիր է թե հակառակը ոնց ալնելու։ Հա։ Բայց պիտի հակառակը լինի, որովհետև Սամվել Կարապետյանը օրինակ այլ հանգամանքներում է դառել միլիարդատեր։ Ինքը եղել է շատ արժանավոր ընտանիքի զավակ, ուսուցիչների ընտանիքից, մեծացել է լավ արժեքներով, դաստիարակությամբ, այդ իր հայրենանվեր գործունեությունը այդ հիմք ունի, ասենք նա Նիկոլ Փաշինյան չի էլի իր էությամբ, ու ինքը վաստակել է օտար երկրում դժվարություն առանց պետական պաշտոն զբաղեցնելու, իսկ այս մեկը լրիվ ուրիշ կենսագրության տեր, չէ՞, դա մարիան հիմա հետաքրքիր է, ինքը արդեն գիտի, բոմժից միլիարդատեր ոնց են դառնում։ Հիմա իրան հետաքրքիր է թե հակառակը ոնց ալում։ Կարող է ինքը ուզում աղաքի իմանա թե իր պարագայում ոնց է լինելու։ Կարող է ինքն իր հետ։ Կարող է, ինքը իր մտքերը։ Ընդհանրապես օրինակ
Տեսեք, բանկը ես հոգեբան չեմ մասնագիտությամբ, դուք ավելի շատ շփումներ ունեք տարբեր մարդկանց հետ, իրանք ավելի պրոֆեսիոնալ կբացատրեն։ Բայց օրինակ, որ ես նայում եմ իր այդ դեմքի արտահայտությունները առավոտը, չէ՞, այդ որ սրտի կա ցույց տալի կամ այդ ասենք հնարավոր չի, չէ՞, մարդը ասենց սառած մեռելի հայացքով ասես նայի մի քանի վայրկյան, հետո մեկի ժպտա։ Ասեք նորմալ մարդու մոտ այս բան չի լինի։ Տես օրինակ դուք ժպտացիք, ինչի, որովհետև ես մի հատ ինչ-որ բան ասեցի, չէ՞, մարդկային է։ Դու լսում ես մի հատ, չգիտեմ, սարկազմ, մի հատ անեկդոտ, մի հատ բան ու բոլորս այդ զգացողություն ունենք, չէ՞, մեկը ծիծաղում է, մեկը, այսինքն մարդը զգացմունքներ մարդու մոտ առաջանում է, ինչ որ հանգամանքների պայմաններում չի կարա մարդը ասենց ապուշի հայացքով նայել ժպտա միանգամից։ Էդի ուրեմն մի բան նետո է։ Չէ՞։ Իսկ խաղում է միգուցե, այդ ինչ որ դերասանը, դա էլա կարողա գնում է վարպետության դասերի, թատերական խմբակ, հրաչը պիտի օգներ իրան այդ հարցում աներձակը։ Այնպես հիմա հարաբերությունները կարծեմ ցույց չի տալի, որ հրաչը իրան էդի սովորացնի, ասի երկրորդային դերերի դերասան հրա Ալենը պիտի անի, դա չի կարա լավ անի, որովհետև Ալենը նոր էր սովորե, ինքը չի կարա սովորացնի, էլի։ Հիմա այդ ինչ այդ իր աչքերի այդ հայացքը, դա հաղթանակի գնացող մարդու հայացքա, դες բան չկա։ Ինքը տենում է, չէ՞, հետո ինքը օրինակ շատ բաներում իրան կարելի է թերագնահատել, ոչ թե օբյեկտիվ գնահատել, բայց ինքը հասարակական process-ներ, հասարակական տրամադրություններ զգում է։ Իր ի վերջո իշխանության գալը այդ զգացողությունների վրա է բերել, ինքը կարողացել է դա։ Հիմա ինքը շատ լավ է տենում ինչա կատարվում հասարակությամբ, ասենք ինքը հիմա մարզեր է գնում։ Նկատել եք, չէ՞, որ ուղիղ եթեր չի։ Ժամանակին ինքը վստահ ուղիղ եթերով կարար հանգիստ իշներ, խոսել գիտեր, որ լավ ալնելու, բոլորը գալու են։ Հիմա ինքը մի մարզ է գնում, ամբողջ մարզային այցելությունից 2 վիդեո է հրապարակում։ Հենց նկարահանածն է։ 2 հատ մի րոպե, այն մնացած րոպեները ինչ ա եղել։ Ինքը դա չի հրա, որովհետև տենում է իշտում է քաղաք, մարդ չկա իրան դիմավորող։ Այսինքն ինքը ի սկզբանե այլ կարծիք է իր մասին ունեցել ու իր ԿՊ-ի մասին, տենց է չէ՞ ստացվում։ Այո, բայց հիմա ինքը օբյեկտիվ իրականությանը շեմ ասում են ուղիղ եթեր կամերան ռեքը տված գրման է։ Հիմա մեկ-մեկ մոռանում է, որ այդ վրան միկրոֆոնը խփած խոսում է, փոշմանում է, չէ՞ որ ասում ուրեթում եմ նույն մարդիկ են։ Այսինքն այդ մարդկանց որ տարել են հետ է։ Ուրեթում է դրանց հա տենում ասում ուրեթում եմ նույն մարդիկ են։ Ուրիշ մարդ չկա։ Երբեմն ասեք բաներ կա, կադրեր կա։ Իրանք հրապարակում են, հետո չեն, հետո են գխինում, ասում են, արա էսի հրապարակելու բան չէ։ Օրինակ այն մարդունում է, մարդը որ ասում է, պարոն վարչապետ, մի ոտը չէ, 4 ոտը էլ կտնես գազին։ Ասեք տակտիշնի ձևով մարդուն ասես անասու, ես տես բան հələ չէի տեսել, էլի, չի ասեք թե իրան թվում է թե լավ բան է ասե։ Արա, բայց նա լրիվ ուրիշ բան է քեզ ասում, էդի ուր ես հրապարակում։ Կամ այն նշանը որ դրել ասում է, մեզ մարդիկ ողջունում են, ձևը քթել ենք, սիգնալի նշան բերել են իր մոտ, որ արձագանքի, արա, դի քրվում են, էդի չեն ողջունում, մի դրան ընթացնում, ասեք, ես էլ եմ տեսել, էդի քֆուրա, էդի այսինքն իր թիմը, իր PR խումբը, ասենց ասենք, նույնիսկ այդ նրբությունները բայց ինքը գիտի չէ, որ ի վերջո ինքը տենում է, չէ, մարդկանցից ինչ ռեակցիա է ստանում։ Այն էլ ինքը 18 թիվ է, չէ, տեսե։ Ու հիմա ինքը իր ոչ միայն համեմատում է իր անկումը, այլ նաև ինքը տենում է, ենթադրենք ապրիլի 11-ի երթը, հրապարակը։ Ասում է, այս մարդիկ Ինչ են գնաց հենդե, այդ ուրեմն իրան են, չէ՞ դեմ։ Այդ հələ մի մասն է։ Երկու օրով ասենք հանրահավաք են արել։ Այսքան մարդ հանդե հավաքվում, ինքը դա տեսել է, ինքը մարդուց ամենաշատն է վախենում։ Ու իր հայացքը, որ նայեք այդ ամեն օրվա վախեցած մարդու հայացքը։ Այդ չեմ ասում օպերատիվ իրավիճակը զեկուցում իրան։ Ամեն օր իրան ասում են, չէ՞ որ Սամվել Կարապետյանի ռեյտինգը գնալով բարձրանում է։ Օր-օրի մի հատ նոր մարդ, ասենք մի օր Ղազարյան Էդգարնիկա միացավ, մի օր Հրանտ Բագրատյանի հայտարարություն, մի օր Ռաֆի Հովհաննիսյանի հայտարարություն։ Եվ քաղաքական ուժերն են հայտարարություններ անում, եւ մարդիկ են գալի միանում, եւ տեղերում աշխատում։ Ինքը տենում է, որ Իրանը
գնալով անկում ապրում ու ընդհանրապես մի տարի չկա Սամվել Կարապետյան մտել այս process-ը։ Մենք, այսինքն ձեր թիմը հետևություն է անում հենց այս իրավիճակը գնահատելով, այդպես կարող ենք հասկանալ եւ արդեն իսկ կարող է արձանագրել, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը։ Ամեն ինչ է հենց այո, դրան ուղղված է թվում է։ Հիմա էնել է ինչ պայմաններում անհավասար մրցակցության։ Բայց եթե դու այդքան վստահ ես, որ հեղինակություն ունես, բան ունես, սահմանադրական մեծամասնություն, ինչ ես վախենում։ Բարձա չի ասեք, թե Սամվել Կարապետյանը խո որևէ իրավախախտ չեմ ասում է հանցանք չես կարող ասես։ Իրավախախտում թույլ չի տվել։ Մարդուն 10 ամսից ավել դու բանտարկել ես, այսօր էլ հնարավորություն չես տալի, ոչ խոսելու, ոչ իր թիմակիցները, ինչ ասեք, մեկ է ինձ համար։ Այսօր առավոտ ես ենթադրենք վաղը միտեղ հանդիպման գնանք։ Պիտի մենք գնանք, թե գնանք Սամվել Կարապետյանը, դա մեկ է, իհարկե մեկ չի, չէ՞, դա լրիվ տարբեր բան է, չէ՞։ Պարզա չէ, որ եթե Սամվել Կարապետյանը այսօր այցելի է Հայաստանի ցանկացած քաղաք, այդ քաղաքը լսվելու է անդե։ Մերում անուկ ամբողջ քաղաքը սպասում են դրան։ Բայց ինչ ես վախենում։ Եթե դու հաղթանակի հնար, ինչ ես վախենում։ Օրենքը գրած է, ասում է կարած դաշինք ստեղծես։ Դաշինքը ստեղծում են, դնում են ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Ինչի եք մի գիշերում խառնվում իրար։ Այդ օրենքը չէ։ Սահմանադրական օրենք փոփոխում, ասում է որ պիտի հանգար Սամվել Կարապետյանը։ Ինչի պիտի չլինի։ Ասենք ամեն մարդու անունով ხო չես կարա դաշինք ստեղծես։ Որ Բաբաջանյան Շիրինյան դաշինք կա։ Եղել է, չէ, դրանից հետո է դա, փոխել են։ Տեղական ընտրություններում էլ Բալասանյան դաշինք կար, այն ժամանակ Ծառուկյան դաշինք կար, այդ եղել։ Հիմա ում անունով են դաշինք ստեղծում։ Ով մարդը հեղինակություն ունի, չէ, որ ինչի են դաշինքի անունը կապում մարդու, ասում են մարդը ինքը իր անձնապես մեծ հեղինակություն ունի, ով հարգանք է վայելում, չէ, ասում են եւ այդ մարդու անվանումը օգտագործելը նաեւ օգուտ կբերի։ Հիմա ասենք թե որ մեկին ճիպոտով ծեծես, Ալեն Սիմոնյան դաշինք ստեղծի, չի լիտես բան, բացա Վահագ Անդրանիկ Քոչարյան դաշինք կլինի։ Դե տեսականորեն կլինի, բայց կարա ասեք մի փոքր բան շերտ հասարակության Ռոմանոս Պետրոսյան դաշինք ստեղծի։ Շատ փոքր։ Պետրոսյանն է հասկանում։ Հա։ Շատ փոքր։ Խումբ կարող է այդպես մտածեն, որ դա լավ է, բայց շատ փոքր պիջիլիկ շատ բայց ասենք մյուս մարդկանց անունով ինչի է դաշինք ստեղծում, որտեղ բան չեք վախենում, չէ՞։ Մի ժամանակ նկարները Սամվել Կարապետյանի կախում էին, գնացեք, հանեք, դու գանեք, բան։ Հիմա դաշինքանը պիտի չել, բան չէ, տեսեք ինչ անհավասար պայմաններ են, չէ՞։ Քրեական գործեր են հարուցում, մարդկանց են ձերբակալում, դու կանանցից ես վախենում, երկու ամսական երեխուց վախենում ես դու։ Ասեք լրիվ հանիրավի, չէ, ասում է մարդու ինչի մեջ են մեղադրում, որ նայեցին քնչակ այդ հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարություն, ասում է ընտրողներին կողմնորոշելու, որ որևէ բարեգործության անվան տակ, հələ մինչև հիմա ոչ մի կուսակցություն գրանցված չի։ Առաջի կուսակցության հայտը, որ հանձնել են եղել է 3 քաղաքացիական պայմանագիր, հələ ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտ չի ներկայացրել։ Եթե հայտ չի ներկայացրել, այտենց ընտրական սուբյեկտ չկա։ Ոնց է տեսականորեն հնարավոր մարդուն շահագրգռես, ասես կեթաս կտրես մեկին, որ հələ չկա։ Այսինքն այդ իրավապահների Մասնագիտական տեսեք դուք ունենց շատ լուրջ իրավական օրենքներով դրույթներ եք առաջ քաշում, պարոն Ղազարյան, բայց մեր երկրում մենք արդեն հասկացել ենք, չէ՞ ինչա կատարվում, ինչ օրենք, ինչ կարգ։ Նայած այդ պահին WhatsApp-ի վրա ինչ մեսեջ կգա կամ կզանգի։ Բայց անգամ այդ դեպքում իրանք խայտարակ վիճակում են, հասկանում եք։ Ես հիմա ուզում եմ անդրադառնամ ծրագրին։ Դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանը մեր երկրի հաջորդ վարչապետն է։ Որն է ծրագիրը, այն հիմնական դրույթները, որով որ կգա Սամվել Կարապետյանը իշխանության, այսպես պայմանականորեն տեսնենք այդ։ Հռչակվեց տնտեսական քաղաքականության 5 սկզբունքային կետերը։ Դրանից հետո առանձին համաժողովով ներկայացվեց անվտանգային 6 հիմնական կետերն ու բաղադրիչները։ Բնականաբար դրանց վրա կառուցվելու են նաև այլ ծրագրային ուղղություններ, մշակվելու է ուժի քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը։ Բայց կան քայլեր, որոնք շատ արագ է հնարավոր անել ու արդեն հայտարարվել։ Ասենք օրինակ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում վարչապետի աշխատավարձ դառնալ է 1 դրամ։
Նախարարներին են այդքան, իրանք պարգևավճար չեն ստանալ, դա հայտարարվել է, որովհետև այդ մարդիկ, մեր թիմը չի գալի այս պետությունը թալանելու։ Նարեկն ասել է, չէ, մեր թիմը մարդիկ են, ովքեր մաքուր ձեռքերով են։ Ու կապ չունի իրանք ինչ են։ Օրինակ ես այդ թիմում եմ, չէ՞։ Բայց նորմալ է, պարոն Ղազարյան, որ վարչապետը ընդհանրապես չի վճարվում։ Օրինակ, այս դեպքում վաղ մսորը Սամվել Կարապետյանի տարբերակը չի, Չէ, խոսքը հենց իր պարագայում։ Այսինքն իր պարագայում չի լինելու։ Իր պարագայում, այդ բնականաբար, այսինքն ինքը ասում է ես այս պետության փողի կարիքը չունեմ։ Հակառակը, ինքը ասում է իր ուղերձը, որ հնչեց ապրիլի 11-ին, ասում է ես պատրաստ եմ ինքս բացվեմ իմ ոչ թե մեն ասում է արել է այդ մարդը։ Իսկ այդ բարձը չէ, որ հիմա ինքը վարչապետի աշխատավարձի կարիք չունի, դոլարով միլիարդատեր մարդ է։ Ասում եմ, ես չեմ գալի ժողովրդի շուր բան վերցնելու։ Մենք գալիս ենք ծառայելու այս ժողովրդին։ Դες Ալենը Սիմոնյանը ինչ ասում, որ այդ անխնա պարգևավճարները բաժանում են։ Ասում է, դե падգամավորի համար քիչ է 600,000 դրամ։ Ասում եմ, մենք լավ ենք աշխատում, մի պարգևավճար ստանում։ Լավ աշխատել է, որ ասում է վրիպում ենք թող օրենքի մեջ, բայց վրիպումը այդ արդեն վատ աշխատանքն է, չէ՞։ Հիմա ասում եմ, այս օրենքով սահմանված աշխատավարձը մեզ քիչ է, դրա համար մենք պարգևավճարներով լրացուցիչ փող ենք տալի։ Քիչ է մի աշխատեք, իմ համար քիչ չի։ Ինձ համար օրենք ինչքան նախատեսում է, դա բավարար է։ Չէ՞, որովհետև մենք այս երկրի համար ձրիել ենք պատրաստ աշխատել։ Մարդիկ կամավոր գնացել են հայրենիքի պաշտպանելուց իրենց կյանքն են տվել։ Դու եկել ես փողից ես խոսում։ Բայց մենք օրինակ զինվորի ծառայությունը գնահատելու ծրագիր ունենք։ Մենք ասում ենք զինվորները ժամկետային զինծառայողները հենց կառավարության առաջին նիստով իրանք արդեն փող են ունենալու, փող են ստանալու։ Իրանք ծառայությունից հետո բարեփոխման կետել ունենք։ Դա ամիջապես է դες բաներ արվելու։ Կխնդրեմ մանրամասնեք, օրինակ ասենք թե զինծառայողներին, բոլոր ժամկետային զինծառայողների համար աշխատավարձ է սահմանվելու։ Դե պարզ է, չէ՞ որ զինծառայողն էլ այդ փողը ծախսելու տեղ առանձնապես չի ունենալու ծառայ, որովհետև ինքը իր սնունդը ստանում է ամազգեստը, ստանում է ծառայության կեցավայր ասած ծառայության պայմաններ ունի, ըստեյության դա դառնում է իր համար խնայողություն։ Ու դրա հետ միասին մենք երաշխավորել ենք իրանց անվճար կրթությունը զինվորական ծառայություն ավարտել։ Այսինքն պետությանը քո զինվորական ծառայությունը պետությունը գնահատելու է քեզ կյանքի հետագա հաջողությունները ապահովելու համար։ Դա առաջի քայլով է, այսինքն դրա համար ժամանակ էլ պետք չի։ Փոքր միջին բիզնեսին հարկերից ազատելը առաջի օրվա որոշման արդյունքն է լինելու։ Որովհետև ամբողջ փոքր բիզնեսը 100,000-ավոր սուբյեկտներ կան, որ այդ դաշտում են։ Մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն, չէ՞։ Իրանց ընդհանուր վճարած հարկերը մոտարապես 2%, 2.4%, այսինքն բյուջեի համար ֆիսկալ նշանակություն չունի, բայց այդ մարդկանց չարչարում, ստուգում, ազատ թողնվել, առաջի օրվանից այդ մարդիկ ազատություն են վայելու, այդքան իրաց գործողը, եւ դա ոչ միայն իրանց է վերաբերվում, այլ նաեւ իրենց հաճախորդները, ենթադրենք ասեք ինքը, եթե անգլերենի դասավանդող է, չէ, անգլերեն է սովորեցնում։ Ինքը ումը 10% սովորացնում, այսինքն իրեն հարկերից ազատելը լավ պայմաններ է ստեղծում նաեւ իր հաճախորդներ, այն մարդկանց համար, ովքեր որ ինքը ծառայություններ է մատուցում։ Այսինքն 100,000-ավոր մարդիկ հենց առաջի օր այդ փոփոխության օգուտը իրանց վրա զգալու են։ Ու հայոց եկեղեցու պատմությունը կրթության համակարգ վերադարձնել։ Մի օր է պետք է այդ որոշումը կայացնելու համար։ Եվ այդ որոշումը հենց առաջի օրով կայացվելու է։ Բայց այդ գրքերն ինչ են կանելու այդ խայտառակությունը, պարոն Ղազարյան, այսինքն ամեն ինչ ռեֆորմների կգնա։ Շատ է, չեմ ասում մնացած ոլորտային բարեփոխումները, անվտանգային խնդիրները, չէ՞ որ ժամանակի պատմությունն էլ ձեր ծրագրով ներառվելու է գրքին։ Եվ եկեղեցու նկատմամբ վերաբերյալ առասարակ փոխվելու է։ Եվ մենք ասենք գործ ունենք մի մարդու հետ, այսօր Սամվել Կարապետյանը Հայաստանյաց առաքելական եկեղեցու ամենամեծ նվիրատուներից մեկն է, թե չասենք ամենամեծը։ Եվ ասելով, որ մեր ձեռքում նա Հայաստանի նորանկախ, այո, եւ ինքը այդ կարգավիճակում հայտնվել է եկեղեցուն պաշտպանելու իր մեր ձևով արտահայտության համար։ Ինքը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջի եկեղեցի կառուցած մարդն է։ Այսինքն երբ որ Հայաստան անկախ պետություն է դառը, մեզ մնացած բոլոր եկեղեցիները վանքերը ժառանգություն էին դարերի խորքից պատմությունից։ Բայց նորակառույց եկեղեցի անկախ Հայաստանում առաջին ինքն է կառուցել։ Տեսեք, չեմ ասում Մոսկվայի եկեղեցին, չեմ ասում Դե դառումով շատ բաներ կան։ Մայրաթոռը։ Տեսեք, Ռուսաստանի թեմի առաջնորդը Եզրասրբազանը մի քանի օր առաջ այսպեսի մի կարծիք էր արտահայտել, որ այն մարդիկ, ովքեր որ կընտրեն
ՔՊ-ին, հա, դա առաջին հերթին մեղք է եւ դա նշանակում է, որ այդ մարդիկ դեմ են հայ-առաքելական եկեղեցուն։ Եկեղեցուն իհարկե սրբազան այո, շատ ճիշտ է ձեր մեջբերումը, բայց ոչ թե եկեղեցուն, այլ Աստծուն։ Այո։ Հայաստանյան առաքելական եկեղեցին ով է ստեղծել։ Աստված։ Ինչի՞ է դա կոչվում։ Առաջին քրիստոնյա պետական կրոնը։ Չէ, ինքը եկեղեցին ով է ստեղծել։ Աստված է ստեղծել։ Ինչի՞ է կոչվում Սուրբ եկեղեցի, որովհետև դա Աստծո ստեղծածն է։ Հիմա Աստված այդ եկեղեցուն ստեղծել է։ Նիկոլ Փաշինյանն ասում է փոփոխություններ կատարվի։ Ոչ միայն կաթողիկոսի, այլ կանոնադրությունը պիտի փոխվի, կառուցվածքը պիտի փոխվի, այսինքն Աստծո ստեղծածին դու ոչ թե խոնար ես, ոչ թե ընդունում ես անվերապահ, այլ ուզում ես Աստծո ստեղծածը փոխես, իսկ դա ով է միշտ ուզում անի։ Սատանան։ Չէ՞։ Իհարկե ոչ մի անգամ չի հաջողվել, որովհետև Աստված է ուժեղը։ Բայց այդ սատանան անընդհատ այդ խոտոշները տնգած, կեղտո ճանճերով, կեղտո անդադ ուզում է Աստծո ստեղծածը քանդի։ Հիմա սրբազանն էլ եւ իր հոգեվոր խորհրդով եւ հոգեվոր հոր առաքելությամբ զգուշացնում է մարդկանց։ Ասում է՝ մի գնացեք սատանայի հետևից, մի պղծեք ձեզ, մի անեծքի մի դարձրեք ձեր ընտան, որովհետև եթե դու Աստծո դեմ ես գնում, Աստծո անեծքին ես արժանանում։ Հիմա տեսեք, եթե դու Աստծուն ես ծառայում, Աստծո օրհնությանն ես արժանանում, այսինքն ասում է առանձին հոգևորականները Աստծո հետ կապ չունեն, ինքը միշտ ունի ինչ բան։ Չէ, ասելը ո՞րն է, ասում է ինչի համար, ասում է հենց Աստծո ստեղծած եկեղեցին վարկաբեկելու համար, ասում է փչացնելու համար, ասում է կործանելու համար։ Դե ասում է ես հոգևորականների եւ ամենահայց կոսի հետ խնդիր ունեմ, չէ՞, որ ես եկեղեցի չեմ, բայց լավ էլ հասկացանք, որ դա կառուցված կանոնադրություն, ով պիտի լինի։ Հիմա գնդերեցների ծառայությունը որ հանել է, կաթողիկոսի հետ ի՞նչ կապ ունի։ Հիմա տեսեք մենք ինչ այլընտրանքներ ունենք։ Կամ բաներում, քրեակատարողական հիմնարկներում, որ արգելում է որ ծառայությունը դպրոցների բանը հանելը։ Ի՞նչ կապ ունի այստեղ կաթողիկոսը։ Հիմա տեսեք մենք ինչ այլընտրանքներ ունենք։ Սամվել Կարապետյան, որը հայ եկեղեցու ամենամեծ բարերարն է, եկեղեցի կառուցող, ու այսքան ամեն ինչ եկեղեցուն տալուց հետո եկեղեցու խոնար, եկեղեցու արժանավոր զավակ։ Եվ Նիկոլ Փաշինյան, որ այդ եկեղեցուն, այսինքն մարդ, որ Աստծո ստեղծածին բանա հավելում ու խոնար այդ ամեն ինչի, եւ մարդ, որ այդ ամեն ինչը քանդում է։ Հիմա նշանակում է իմ ընկալումներով, միշտ սրբազանի ասածն էլ է դա, որ ով ընտրում է Սամվել Կարապետյանին, Աստծո օրհնությանն է արժանանում։ Ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, Աստծո անեծքին է արժանանում, որովհետեւ այսինքն մարդիկ ով ընտրում են Նիկոլ Փաշինյանին, ասում են դու գնա Աստծո ստեղծած եկեղեցին կա, որովհետեւ ինքն այն գրե։ Ոչ թե խոլ նախընտրական ծրագրում գրել են դա։ Դրան եմ ուզում արել։ Եվ եթե դու այդ իրան այդ իշխանությունը տալիս ես, որ ինքը գնա Աստծո դեմ գործողություն անի, դու քո ընտանիքը դարձնում ես Աստծո անեծքի առարկա, չի կարելի դες բան անել։ Հիմա տեսեք, իրապես նախընտրական իր ծրագրում այն սոցիալական բաժնում ներառել է, որ մեր այսքան խոստում է, էլի տվե, խոստում է։ Հա դա նախընտրական խոստում է, ասում է մենք պիտի բան անենք։ Ու դա գիտեք ինչ, ապօրինություն է, չէ՞։ Իհարկե ապօրին, ասում է պիտի հանգստի կոչենք ամենայն այսինքն դու դրա իրավունքը չունես, չէ՞։ Ով ես դու։ Աստծո օծյալ մարդու, ո՞նց կարաս դու դες բան անես, չէ՞։ Եթե դու դες բան ես անում, նշանակում է դա նաև ապօրինություն է։ Նույն բանը ոնց որ հիմա մեկը նախընտրական ծրագրում գրի ասի, ես որ ընտրվեմ, մինչև այսքան տարեկան բոլոր երեխեքին կսպանեմ, ենթադրենք։ Հա։ Կարա չի, բայց անասունը ներողությունն էլ դες բան գրի։ Հիմա պիտի դες դրան իշխանություն դաս, ոնց ասի դե որ դու ես դες բան էի գրե։ Դուք ինձ իշխանություն եք տվել, ես դա անում եմ։ Հա, հիմա ես գնում եմ հարցակվում։ Բայց դա հանցանք է, չէ՞, դա դες բան գրող են արդեն պիտի պատժես։ Արդեն հələ չպիտի սպասես իրավապահ մարմինների խնդիրը ո՞րն է, որ ոչ թե կատարված հանցագործին բռնես պատասխանատվություն, այլ հանցանքը կանխես։ Դե հիմա այս իրավապահ ինքը ապօրինի հանցավոր նպատակներ է դրել իր առաջ։ Իրան պետքա կանխել, այսինքն ոչ թե մտած ինքը իր իհարկե ինքան բանարը որ հələ պատիժը դրան 200 կենսաբանական կյանք չի երիք այդ իր արածի պատիժը քրեական օրենսգիրքի որ կերի։ Դե որ հոդվածները պատիժները գումարում ես իրար, այդ թվում է այսիմ քանի հազար տարի։ Ինքը այդքան հազար տարի է ժողովրդի անեծքի տերն է ալնելու։ Ու արդեն կա։ Բայց պիտի կանխվի հանցանքը։
Մենակ այն որ ինքն էս նպատակներ է դրել, արդեն հանցագործ, այո, հանցագործ նպատակներ են։ Պարոն Ղազարյան, մի փոքր ուզում եմ ընդդիմադիր դաշտին անդրադառնամ։ Հիմա արդեն իսկ հստակ են բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք ամսի 7-ի ընտրություններին ընդառաջ մասնակցելու են, դա Ուժեղ Հայաստանն է, Սամվել Կարապետյանի ղեկավարմամբ դա Հայաստան դաշինքն է, որի վարչապետի տեխնացուն հանդիսանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արման Թաթոյանն է իր նոր ձևավորված ուժով, որ այո, միասնության թևերը, որ տանդեմով էին, կարծես թե փլուզվեց, ամեն դեպքում Ավետիք Չալաբյանը հայաքվեով կարծես թե դուրս եկավ, Գագիկ Ծառուկյանն է առաջարկ Հայաստանով, սրանք հիմնական այն ուժերն են, որոնք հավակնում են ընտրություններին եւ հավակնում են, որ միանշանակ պետք է կուսակցությունների պարագայում հաղթահարելի լինել 4%-ն իրենց համար, դաշինքների համար 8%-ը։ Հիմա կա դիսկուրս, կա մտահոգություն, որ ընդդիմադիր դաշտում կան նաև քաղաքական ուժեր, որոնք այդ 4%-ը կամ 8%-ը չեն կարող հաղթահարել եւ արդյունքում ձայների լրջագույն փոշիացում կլինի։ Ես ուզում եմ մի փոքր սրա մասին խոսեմ, մի հատ մեխանիզմը հակիրճ կոնկրետ բացատրեք, տեսնենք այդ ձայնը ոնց է փոշիանում եւ արդյոք այդ մտավախությունները արդար են ուղված այդ քաղաքական ուժերի նկատմամբ թե ոչ։ Քանի որ ես այդ իմաստով արդեն ունեմ կարգավիճակ, որպեսզի իմ կարծիք հետ իմաստով սուբյեկտիվ չընկալվի, ես հիմա փորձեմ դուրս գամ իմ այս կարգավիճակից եւ օբյեկտիվ Ընտրական օրենսգրքի տրամաբանության փորձել ներկայացնել։ Որտեղ դա շատ կարևոր հանգամանք է, էլի իմանալու համար մենք ամեն դեպքում ընդդիմադիր թևին ձայները տալիս ենք, դա հենց գնում է ընդդիմությանը, թե վաղը պարզվում է այդ Նիկոլիներ օգուտ։ Ինչն է շատ կա, ես նորից եմ կգնում ձեր այս հարցին պատասխանելուց, ես Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյան դաշինքի 13-րդ համարը չեմ։ Լավ, առանձին հանրային գործիչ ընտրական օրենսգիր կարդացած մարդ եմ։ Շատ լավ։ Ինչ ասում ընտրական օրենսգիրքը համադրելով մեր քաղաքական իրողության հետ։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 18 թվից կտրուկ անկում ապրել։ Այո։ Եթե ինքը հիմա իշխանության ղեկին չլինի, ասենք օրինակ հրաժարական տա, ուրիշ էլի վարչապետի, ինքը որպես քաղաքական գործիչ գնա մասնակցի 4% շեմ չեն հաղթահարի իրանք։ Այսինքն, այն ինչ էլ հիմա որ ունեն, չէ, սոցապրոցները որ տալիս են 25%, 20%, էդի մենակ վարչական ռեսուրսով, եթե իշխանության ղեկին ես, դա արդեն օթից կա։ Հա։ Հիմա, բայց էդի շեմ ունի։ Այսինքն, ինքը հիմա ինչ էլ որ անում է, իր հեղինակությունը չի բարձանում։ Ինչքան էլ բիբարուտի ու քաղցրելի կծուլի իր հեղինակությունը էլ չի բարձանում։ Ինքը մի շեմի վրա եկել կանգնելա, եթե փոխվում է, ուրեմն մենակ նվազում է։ Հիմա եթե էդի ենթադրենք 20%, 25% է ենթադրենք իր վարկանիշ։ Տեսեք, օբյեկտիվ բաներ եմ էլի խոսում, չէ՞։ Հա, եկեք այդպես վերլուծենք մի հատ, հասկանալի։ Եթե քվեարկությանը գնում է ընտրողների 50%-ը, իր 25%-ը լինում է կեսը։ Այսինքն իրականում ինքը 25% վարկանիշ ունի, բայց պարլամենտում մեծամասնություն է ստանում։ Հասկացանք։ 21 թվին էլ ինքը ցուցակային թվին ամենը 23%-ի կողմ ձայներն է ստացել, բայց սահմանադրական մեծամասնություն է մասնակցության պատճառով։ Այսինքն եթե որովհետև մասնակցությունը հիմա եթե նվազ է եղել։ ընտրողները հակառակ ծայրը, ասենք 100%-ը գնան քվեարկության, ինչը չի լինելու, չէ, ասենք բացարձակ։ Իրանը 25-ը ստաբիլ է, չէ։ Այսինքն պարլամենտում Իրանը լման ամենը 25%։ Մնացած ինքը կորստում է։ Այո։ Տեսեք, մասնակցությունը ինչքան կա։ Հիմա եթե մասնակցությունը 100 չի լինելու դե պարզա։ Լավ 80-ը լինի։ 60 թողնի։ Ասենք նախորդ եղել է 48% մասնակ։ Հիմա ալնում է 60%, 70%։ Իրանք 25-ը սրա մեջ լուծվում է։ Հա, ինքը ինքը մեծամասնություն, այսինքն ես ինչ եմ խնդրում մեր ընտրողներին, գնալ քվեարկության։ Պարտադիր։ Հունգարիայում սենց հաղթեցին Օրբանին։ 80% մասնակցություն է եղել։ Այսինքն ինքը գործող վարչապետ է, իշխանություն, իր ստաբիլ ձայներն ունի։ Էլի է սենց մի 25% ա ունեցել Օրբանը։ Մարդիկ գնա, ինքը հիմա մարդիկ գնացին ընտրության, իր ձայները իջավ։ Ինձ որովհետև մասնակցության շնորհիվ հիմա մեր են ընտրողները, ովքեր որ թերահավատություն ունեցել, բան են ասել, այդ պիտի դնեն մի կողմ պատմական շանս է։ Մենակ գնում են քվեարկության, այդ արդեն փրկություն է։ Այդ արդեն շատ կարևոր է։ Ես ամեն հաղորդմանս այդ կոչը անում եմ, պարոն Ղազարյան։ Մենք միշտ անենք, որ բոլոր մարդիկ ով ձեռը ճդե պարզ, մեկը արտասահմանում, մեկը հիվանդ է, մեկը չգիտեմ, չի կարա բացառիկ ով ձեռը ճարկա հնարավորություն կա ոտեր առողջակա տեղ ամասնել բոլորս ամենքից մեր տան մոտ անես չի որ պիտի ասեք Երևանցին հետա Գյումրիում ընտրի ուրեմն այս կարևորը մասնակցություն որ այս խնդիրը լուծում է
Երկրորդը գալիս է ձայների փոշիացում։ Հիմա օրինակ, եթե ես ինչի եմ գնացի ուժեղ Հայաստան, իրանք նախ դանսնող են, պետք է իրանց օգնել։ Եթե դու քվեարկում ես մի քաղաքական ուժի, որը իր շեմը անցնելու խնդիր ունի, նախ կոնտրած արդյունք չի տալի։ Որովհետև կոնտրած մարդը պատգամավոր չի լինում, շեմը չի հաղթարել, չի լինում։ Քո քվեներ դառնում է ԿՊ-ի քվե, անցնողի քվե։ Այսինքն եթե նույնիսկ մենք հավաքենք 35%, Նիկոլ Փաշինյանը հավաքի 30%։ Հիմա այն փոշիացած ձայները անուն չտամ էլի ով կարա փոշիացնի, չէ՞։ Ցանկացած ընդդիմադիր, որ փոշիացնում է։ Իր ձայները 35%, 25%, 30-ը գնում է Նիկոլին։ Գնում է, չէ՞։ Հա։ Այդ այն ձայնն է, որ կյանքում Նիկոլի օգտին չէր քվեարկելու։ Այո։ Այսինքն եթե ինքը գնացել է անդիմ Նիկոլին ընդդեմ ձայնը գնում է Նիկոլին ի օգուտ։ Այսինքն, հա, այսինքն հերիք չի այդ փոշիացնող քաղաքական ուժերը, հերիք չի իրանք չեն անցնելու։ Հա։ Հետ էլ իրանց օգտին քվեարկածի պատճառով ԿՊ-ն մի մանդատ, երկու մանդատ ավել է ստանալ։ Մենակ դրանցից ամեն մեկի։ Ես ինչի էլի։ Հա։ Բա պրագմատիզմ ինչի է, բա դու քաղաքական գործիչ ինչի համարեք, որ գետնի վրա հաշվարկ ունենաք, չէ՞։ Բան չունեմ ասելու, եթե ընդհանրենք փոքր կուսակցություն ես, հաշվել ես 4% անցնում ես։ Եթե դուք օ թեկուզ 4 падգամավորը գալ եք ընդրստեք պատիվ, այո, մտեք նստեք։ Դուք ձեր ձենի տերն եղեք։ Այո, իրենք չեն փոշիացնում։ Բայց եթե դու 3-2 ես, համ դու չես անցնում։ Համընտրական օրենսգիրքը այդ քո ձայնը տանում է սարքում է անցնողներին լրացուցիչ քվե։ Ինչի ես տալի։ Օրինակ ասենք պրոնիկոլական քաղաքական ուժերի ձայն փոշիացնելը մեծ ձեռնատու է։ Ասենք օրինակ Բաբաջանյանը։ Բարձա չէ որ Բաբաջանյանին ձայն տվողը ուժեղ Սամվել Կարապետյանին ձայն չէր տալու, կյանքում չէր տալու։ Հիմա եթե Բաբաջը չի անցնում, իր օգտին քվեարկած ձայներից մենք էլ ենք, չէ՞ ստանալու։ Հասկանալի է։ Այ ախպեր դրանք թույլ են փոշիացնեն, ես դրանց ցավը տանեմ։ Հիմա նրանք էլ ուրախանում են, որ ընդդիմադիր դաշտում փոշիացնող են։ Բայց իսկ ընդդիմադիր դաշտում մեզ մի հատ ավել մանդատ կգա մեր իշխանության։ Տեսեք, ասենք թե մենք հիմա այս պահին սոց հարցումներով ուժեղ Հայաստան առաջատար դիրքում է, չէ՞, ասենք անցնելու խնդիրը ընդհանրապես չի քննարկվում, չէ՞։ Մեզ ձեռնատու է, որ ոչ թե ընդդիմադիր մյուս ուժերը չանցնեն, այլ հակառակը մեզ ձեռնատու է, որ անցնեն, բայց մեզ ձեռնատու չի, որ իրանք չանցնեն, իրանք որ չեն անցնում, համ իրանք չեն անցնում, համ Նիկոլն է դառնում վարչապետ նորից։ Հա։ Էսի շատ պատասխանատու շրջան, դա համար ես ասում եմ, եթե դուք կարաք որոշ դեպքերում դաշինք չստեղծեք, մի կուսակցությունով մասնակցեք, նախ ձեր 4% անցնում, արան չեք դաշինք ստեղծում, իզուր տեղը մտնում 8%-ի ռիսկի տակ։ Կարող է դաշինքի հարցը փոխեն մեկ էլ։ Ցանկացան հələ ժամը մինչև ապրիլի 23-ը ժամանակ կա էլի այդ որոշումը։ Դա համար ասում եմ պետք է այդ պատասխանատվությունը քաղաքական ուժերը զգան։ Եթե իրանք չզգացին ի վերջո տալում են, չէ՞, մարդիկ, որս բերթում են այդ ժամանակ արդեն այդ ընտրությունը պետք է ընտրողը կատարի։ Ասի դուք չգնացիք այդ խելամիտ որոշումներին։ Մենք մեր ձայնը տալիս ենք Սամվել Կարապետյանին։ Առաջին ինքն է, չենք ուզում մեր ձայնը փոշի։ Նախ դանսնող է։ Ես էլ ընդդիմադիր ունեմ, իրան եմ տալի, որ իմ ձայնը չփոշիանա, իմ ձայնը դառնա ընդդիմադիր ման։ Իսկ այդ դեպքում էլի Սամվել Կարապետյանը արդեն կարողանում է 52% պարլամենտ ունենա միաժամանակ կառավարություն։ Իսկ Սամվել Կարապետյանը, որ 52% ունենում է, դու պատկերացնում եք, ասենք ԿՊ Մենք արդեն պետք է ցուցակ կազմենք, տենանք որին ընդունենք, որին չընդունենք, էլ արդեն նենց են փախնել ունդեից։ Բոլորին։ Որ արդեն պետք է առաջին քայլը բոլորը պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն, որովհետև յուրաքանչյուրի վրա կա մի ամբողջ Ուզում ասեմ մենք մոտ ենք խնդրի քրեական օրենսգիր, քներեղություն։ Դա թիվ 1 հիմա տեսեք, այս կյանքի մահու կռիվը, որ բոլոր գործիքները հանել են Ինչ սոտեր են խոսում, ինչ խայտառակություններ ես լսում, մանավանդ այս վերջին այս մի 20 օրը լրիվ է խելագարվել։ Ես զգում եմ այդ խուճապային վիճակը։ Մի անհեթեթ բանն ասում է, 25 հոգի հետևից նույնը կրկնում է, հետո այն 25-ը ասած է, նորից ինքն է կրկնում։ Շեշտը դրելն ուտելու վրա։ Սարսափ բաներ եմ, ահավոր իրավիճակ է այսպես։ Նորմալ մարդը քաղաքական գործիչ է։ Ասում է բանը 900 դրամով, 2 եվրոյով թոշակառուները կարան 5 անգամ գնան լառնակա գան։ Այլս ինչ ես խոսում դու вообще ով ես ինչ է հա ասма տուդա обратный կարա գնա այսինքն ինքը թոշակը 10000 դրամով պարզ չի դեռևս ինչ պայմաններում ինչի համար որտեղ դա բյուջեով նախատեսված չէր այդ 10000 դրամը բարձրացրել է որ մեր թոշակառուները գնային լառնակա դուք գիտեիք որ դրա համար է իրան որ մի հատ էլ հնարավորություն տանի քարտը մի հատ ուրիշ հաշվարկեք ասի եթե հանկարծ տուդան չի ստացում կարան 5-ն էլ обратный առնեն
Տուդան չէ լավ։ Տուդան թանկեր, Տուդան չէ լավ, հինգնել մեր թոշակառները 5 հատ աբրադին։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, էլ ասեք որ այդ մարդուն ձեռ ես առնում դու չէ։ մի հատ եկեք էլի, սա սարսափելի բան է։ Նախ ենթադրենք այդ բանը $2 ստոմք, դες բան չի լում։ Այդ կարող ասենք ակցիա ինչ որ մեկը վերջի օրով, սամալոտ արդեն թռնելուց մի ժամ առաջ, չգիտեմ։ Աղազան, տես բան չի եղել։ Մտնում ես գները նայում ես նորմալ։ Այո, լառնակայի տոմսերը մի պայ էժանացել էր, բայց դա 20 եվրոյի կարգ էր, ամենաէժանը։ Էլե մենակ տուդան, ոչ աբրատին։ Հիմա գնացինք առաջ, պիտի գնացող պիտի վիզա ունենա։ Այո։ Նախ պետք է վիզայի տուրքը 60 եվրո է, թանկացել է։ Այո, այո։ Վիզայի համար իրանք սաղորը խոսում են վիզայի ազատականացման մասին, բայց իրանց պաշտոնավարման շրջանում օրերի հերթ վերցնելը դառել է ամիսներ։ Այո։ Այո։ Հələ մի հատ գնացեք օր վերցրեք։ Հայտի գումարը վիզայի 60 եվրո է, թե ինչքան ավելի է։ Մարդը Սա վիզա կենտրոնով է լրացում։ Այդ տուրիստական ընկերությունները, որ քեզ պետք է օր վերցնեն, այն մարդիկ իրանց ծառայության վճարները ունեն։ Վիզա կենտրոն։ Վիզա կենտրոն։ Էնի լրացուցիչ ծառայություն։ Դա լուրջ խնդիր է։ Ամիսներով սպասելուց հետո մերժումները շատացել է։ Ահա։ Որ մերժում են ուզում ես բողոքարկես 150 եվրո է կարծեմ։ Լավ, հաշվենք չեն մերժել։ Ահա, ստացավ վիզան։ Այդքան էլի գումար։ Ուրեմն այդ բոլորը որ գումարում ես մոտավորապես մի 80,000 դրամի կարգի փող անում, 80-ից 100,000։ Դա մինիմում, հələ ամիսներ է։ Այդ տեխնիկական մասերը ասենք հիմա լավ, ենթադրենք դու հայտնվեցիր այդ սամալյոտի մեջ, հասար Լառնակա։ Պիտի միանգամից այդ սամալյոտով հետ գաս, թե պիտի դուրս գաս քաղաք։ Որ դուրս գաս քաղաք, պիտի հյուրանոց։ Եթե ասենք թե վեշմեշոկ է, ասենք սպալնի մեշոկ չես տանը, որ ընդ մի այգում է, բայց չեն թողնի, կարծեմ կգան կվերցեն։ Հյուրանոցում է։ Հա, պետք է հյուրանոց։ Հիմա ասենք թե որ դու ասում ես, որ թոշակառուն կարա գնա Լառնակա։ Կարաս մեզ մի թոշակառու ցույց տաս, մեկին, որը գնացել է Լառնակա թոշակները, էլ այդ ինչ որ ասում է այդ թոշակների բարձրացնել, դա ապրիլից է, այսինքն դրա առաջի վճարումը լելու է մայիսին։ Չեն ստացել։ Ու կարող է չստանանել մայիս չեք է։ Հələ նոր Եվրոպացին համար ասֆալտ են անը փողոցը, կարող է փող չերիկի։ Ու ինքը կանգնած ազգային ժողովից հասկանում եք, ասես մարդկանց ձեռը առնում էլի ծայրահեղ աղքատություն է երկրում, հատկապես մարզերում։ Դրանց դպրոցներ են փակում։ 260 դպրոց է փակում։ Այո։ Մի հատ ասենք դպրոց երթում են մանկապարտեզ պատերը ներկում են, երեք որ գնացել էր Վայոց ձոր։ Երբինի մանկապարտեզի բացում։ Ես որ Վայոց ձոր իմ հարազատն եմ, փետրվարի 2-ին այդ մանկապարտեզի բացումն եղել էր։ Այս երկրորդ անգամ, հա։ Երրորդ։ Երրորդ։ Լավ էլի։ Խուդացյանը գնացել է երեխեք են պատնոսով, աղուացով, պանով, սա երկը պարով դիմ բացին։ Ահա։ Հետո մի հատ ինքը գնալուց առաջ է տեսանյութ հրապարակում, որ երբինում կառուցվել է մանկապարտեզ, մի հատ էլ ինքն է, այդ երեխեքին արդեն դեմքով ճանաչում եք։ Այդ մի մանկապարտեզ բացել է։ 3 անգամ բացել։ Երկնաձորի առաջի դպրոց 3 անգամ բացում են արել։ Կողքը տնտեսագիտականի Երկնաձորի մասնաճյուղ, որը ես է հիմնադրել առաջի տնօրեն, փակել են։ Հենց այդ Երկնաձորի առաջի դպրոցի մի հատ կորպուս են սարքել, 3 անգամ բացում են։ Ինքը ամեն անգամ Սյունի գնալուց այդ Երկնաձորի առաջի դպրոցի բացում։ Դե տեսեք էլ։ 16 դպրոց փակվել է մենակ Վայոց ձորի մարզում, փակվում է այս երկում 16 դպրոց, ընդ հարյուրավոր ուսուցիչներ դառնում են, այդ որ ասում ուսուցիչների աշխատավարձը, այո, պիտի աշխատի որ նախ աշխատավարձ տան։ Եթե դու դպրոցը փակում ես, այդ ուսուցիչի աշխատանքը կորցնում է, էլի ինչ աշխատանք, ինչ աշխատավարձ։ Չէ, ինչի են իրենց բանն էլ ասում էր ուսուցիչներ ունենք, ստանում են 700-800,000 դրամ աշխատավարձ։ Էն էլ ինչի են ստանում, որովհետև ատեստավոր։ Ոնց են ատեստավորվել, որովհետև մանկավարժականի ռեկտորը տեստացախ է։ Ահա։ Մենը չի բռնել։ Բայց դրան չի բռնել։ Դրա քրեական գործի նյութերը ուսուցիչների վերապատրաստման տեստերը ծախելն էլ է։ Սաղի կապ։ Ինչ անում են, ասենք, սաղ կոռուպցիա, սաղ մի գործ չկա, որ սրանք, ասենք, նախատեսեն անեն, ասես պետությունային քաղաքականություն արին արդյունք ստացան։ Պարոն Ղազարյան, ես հուսով եմ, որ հունիսի 7-ից հետո մենք պետք է, ես չեմ ասում նոր Հայաստան, ինչպես է սրանք էին ասում, ես մտածում եմ, որ ավելի լավ ուժեղ մենք մեր իրական Հայաստանը կգտնենք ու կկարողանանք իսկապես 0-ից նորից սկսել կառուցել մեր պետությունը, որտեղ այնպես են քարուքան դարել սրանք, այնպես են ջախջախել, այ ոնց որ տուն ունենաս, նա բարբարոսներ գան այդ տունը քանդեն, ջարդեն, արվեն են, վառեն, արդեն թշնամիներին են տվել, այսինքն մենք այն իրավիճակում ենք, որ ես կարծում եմ, որ 0-ից
Դժվար անելու, բայց դա լավ։ Դրա համար էլ ով կարող անի, մարդ ով որ այդ կարողություններն ունի, չէ։ Հիմա ասենք օրինակ ես էլ եմ մարդ, չէ։ Ես 51 տարեկան մարդ եմ, ես էլ իմ հաջողությունները եմ, բայց դա քա համեմատես դու Սամվել Կարապետյանի հետ։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ մենք գործ ունենք բացառիկ մարդու հետ։ Հիմա սաղս է մարդ ենք, Շարլ Ազնավուրն էլ չէ մարդ։ Բայց դա բացառիկ է, չէ, Քերկ Քերկորյանը։ Էն էլ է հայ, մենք էլ ենք հայ, ես էլ եմ մարդ, էն էլ է մարդ, չէ։ Բայց ես ընդունում եմ, չէ, որ նա բացառիկ այդ հենց հակառակ այն մարդը, որ արժանինքներ ունի, ով որ սեփական վաստակ ունի, նա է կարողանում դիմացինի վաստակ։ Օրինակ Վահագն Ալեքսանյանի համար այնքան հեշտ է խոսել Սամվել Կարապետյանը։ Ռուբեն Ռուբինյանը շատ հանգիստ կարասի տաշի Սամո։ Ինքան հեշտ է իրա, բայց անվաստակ մարդ է, ինքը, եթե ինքը կյանքում մի հաջողություն ունենար, ինքը դիմացինի հաջողությունը ու վաստակը կգնահատի։ Օրինակ ես ունեմ վաստակ, ես էլ եմ դժվարություններ անցել, չէ։ Հայրս մահացել էր երիտասարդ հասակում, ինստիտուտ ավարտել է, անտեր մնացած տղայի, գնացել եմ աշխատել եմ, մասնավոր պաշտպանել եմ, աշխատել եմ, տուն եմ առել, ավտո եմ առել, իմ դժվարություններով, չէ։ Բայց եթե գնացել եմ իմ դժվարությամբ տուն եմ առել, ասում եմ, բլա դա այն մարդ ինչ էր ստեղծել, ես տամ էր 10 տարի ամեծ, դա խո հեշտ չի։ Մանավանդանես չէ, որ ես մի ժառանգություն աստացել, պետական պաշտոնյա եղել, թալանել է այս արել, աշխատանքով իրա, այդ նշանակում է հատուկ։ Հիմա դրա համար եթե պետությունն է պիտի ավիրված տեղից կառուցվի, իմ ու իր ունակությունները տարբեր են, չէ։ Դրա համար պիտի իր իշխանությունը, իր անհատականությունը զգաս, գնահատես։ Ու եթե դու էլ ինչ-որ բան կարաս օգուտ տաս, այդ քո համես որ մեր երկիրս, դա համար ամենքս հիմա պիտի ընդունենք այդ մարդու առաջնորդությունը։ Պիտի նա սովորական մարդ չի, բացառիկ մարդ է։ Սովորական մարդը չի կարող այդ աշխարհի 4 երկրում բիզնես դնի ու հաջողությունը։ Սովորական մարդ չի կարող բանտում նստի իր կարողությունները $900 միլիոն ավելանա։ Դե հիմա տեսեք Նիկոլա ասում է, հեսա տես ինչ եմ արելու։ Ինքը հələ դու Իրանն նայի, հələ ասում է պետությունը հիմա փողատալի մարդիկ ռեմոնտ են անում։ Արա բա դու քո տղամարդ էր, հələ քո ապրած տունադրատան նկարները որ նայում է, խոզանոցը, ասում ենք խոզանոց, բայց դե խոզը շատ զգայուն կենթանի է ինֆեկցիաները։ Խոզը գցել դեք սատկեր։ Ինքը մեծ տղամարդ մեծ տուն չի կարացել ռեմոնտ անի, որ իր երեխեքը իր տան մեջ ապրեն։ Եկել է ուրիշի ստեղծած մարդկանց բարիք, ուզում է այդ մարդկանց արժեքը ոնց կա, այդ ինքը չի կարող, այդ իրանք խմբակով չեն կարողանում մարդ գնահատել։ Մեր ժողովուրդը գնահատել գիտի, մեր ժողովուրդը կարա գնահատի այն մարդուն, որը այս ամբողջ պաշտոն չունեցած մարդը եթե 30,000 աշխատատեղ է ստեղծել։ Եթե նրան պետական իշխանություն տաս, 300,000 աշխատատեղ չի կարա ստեղծի։ Դե միանշանակ ճիշտ կազմակերպելու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է, ամեն ինչ մենեջմենտի ճիշտ ներդրումները բաշխելու եւ իհարկե կառավարման եւ ամենակարևորը հայրենիքը սիրելու, պետությունը սիրելու, կողքը կանգնելու, եկեղեցիդ հարգելու, սիրելու մեջ է, վերջ, սա է խնդիրը։ Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյան, որ այսօր հյուրընկալվել եք իմ տաղավարում, ուզում եմ մեր հետևորդներին էլ հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալել է Էդգար Ղազարյանին, հանրային հասարակական գործիչ, բայց այս պարագայում առաջին անգամ ինձ մոտ նաև մեկ այլ կարգավիճակով է ներկայացել Էդգար Ղազարյանը ընդգրկված է լինելու Ուժեղ Հայաստան կուսակցության համամասնական падգամավորության տեխնացուի կարգավիճակում, այնպես որ լուբիցե ժալվիցես ոնց ասում են, լավ եղեք պարոն Ղազարյան, ձեզ հաջողություն եմ մաղթում, իսկ մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, լավ մնացեք առայժմ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ